Բարի օր, սիրելի ունկնդիրներ, հենմանկետում այսօր մենք քննարկելու ենք հարցեր, որոնց մակերեսին շատ հաճախ բոլորս սահում ենք առանց խորքը ընկալելու, իսկ այդ ընկալելուն այսօր ինձ կօգնի իմ շատ սիրելի Դավիթ Ստեփանյանը։ Բարի գալուստ, պարոն Ստեփանյան։ Շնորհակալություն, բարև ձեզ։ Պարոն Ստեփանյան, մենք այսօր փոքրիկ Հոբելյան ունենք։ Սա մեր 25-րդ հանդիպումն է եթերում։ Դուք ճիշտ եք երազանցապես եղել եք հարցեր տվողի դերում։ Այսօր հարցեր տվող ես եմ։ Եվ ուզում եմ սկսել այն հարցից, արդյոք այս նախընտրական մթնոլորտը ձեզ բավարարում է։ Տեսեք, ամեն օր հակակոռուպցիոն կոմիտեն, գրեթե ամեն օր հակակոռուպցիոն կոմիտեն, ՊԿ, քննչական մարմինները բացահայտումներ են անում, որոնք ապացուցում են, որ համենայն դեպս դանիական հողում ինչ-որ բան փտել է։ Ինչպես անդրադառնալ, ինչպես վերաբերվել ես ամեն ինչին 21-րդ դարի առաջին քառորդի ավարտին մենք դարձյալ վերադառնալու ենք ընտրակաշարքի։ Մենք ցավոք արդեն վերադարձել ենք ընտրակաշարքի, եթե մենք այդ քննչականի ռելացիաները ամենօրյա հաշվի առնենք, հա, մենք ցավոք արդեն այդտեղ ենք գտնվում։ Եվ ինձ այստեղ անկեղծ ասեմ ձեզ Տիկին Ադամյան, ավելի շատ է զարմացնում եւ ես ավելի շատ եմ ցավում ոչ թե կաշառք տվողներից, այլ կաշառք վերցնողներից։ Ես քանի որ քաղաքական որևէ ուժ չեմ ներկայացնում եւ ընտրություններում չեմ մասնակցում, ես կարող եմ ինձ թույլ տալ այդ գնահատականը, ես համարում եմ, որ մեղավոր առաջի մեղավորը կաշառք վերցնողն է։ Ես այդպես եմ կարծում։ Նոր տվողը։ Տվողը գնում է, նա գնում է մեր մարդուն, լեզուս չի պտտվում, ասեմ քաղաքացուն, քաղաքացին չի վաճառվում, մարդ է վաճառվում, նա գնում է մեր մարդուն, նա վճարում է ինչ-որ գումարներ, տեսեք այդ խոսակցությունները երբ մենք լսում ենք, ինձ ոչ թե զարմացնում է, որ գնում են, որ գումար են տալ, այդ մարդկանց խոսելա ոչն է զարմացնում, պարունակությունն է զարմացնում, ինչպես են իրենք ընդհանրապես վերաբերվում են մարդկանց, ումից գումար են վերցնում, որ բաժանեն, չէ՞։ Շունշանգյալները կպցնենք, հա, չէ, գնանք մի 20,000 դնենք ջեբներս, չէ։ Բա այնտեղից են բան, չեմ ուզում ես կրկնեմ այդ մականունը, իրանք էլ եկան տվեցին, բան, բա հələ տենանք ընդից ինչ ենք վերցնում, ստիծենք չի։ Հասկանում եք, սա դեգրադացիա է։ Եվ այդ դեգրադացիան մեր 35 տարվա անկախության, չակերտավոր անկախության արդյունքն է, որովհետև մենք երբեք չենք եղել անկախ։ Մեր բոլոր այդ տարիների հիմնական իշխանավորները, որոնք գնում էին ընտրությունները, որոնք գալիս էին իշխանության գնելու ճանապարհով, իրենք ձևավորել են այդ հասարակությունն, այդ մտածելակերպը։ Եվ ինձ համար ամենամեծ խնդիրը այսօր դա է, որովհետև այդպիսի մարդկանց երեսից մենք ունեցել ենք 44-օրյա պատերազմ։ Եվ այսօր ցինիզմը եւ փարիսեությունը այդ մարդկանց հասնում է մի մակարդակի, երբ իրենք ասում են 5000 զոհը, նախ 5 չի 4-ա։ Ինչու եք մեծացնում զոհերի թիվը։ Դա ինչ մի երջանկություն է։ 3800, հա, քանի զոհ ունենք այսօր։ Քիչ չի, շատ է մեր ժողովուրդը, բայց ինչի եք սուտ խոսում։ Լավ, դա էլ դնենք մի կողմ։ Իրենք չեն ասում, որ այդ զոհերի անմիջական պատասխանատուները իրենք են, որ իրենք են հասցրել այս երկիրը մի վիճակի, երբ այս երկիրը ինքնիշխանություն ուներ միայն թղթի վրա։ Եվ որոշում էր կայացվում Մոսկվայում սկսել թե չսկսել պատերազմը։ Եվ այդ տղաների արյունը առաջին հերթին իրենց ձեռքերի վրա է։ Հիմա իրենք ասում են գործող իշխանությունը։ Ես չեմ ասում գործող իշխանությունը իր մեղավորության մասնաբաժինը չունի այդ ամենում։ Ունի իհարկե, բայց չէ որ այս վիճակը, երբ առաջի գծում Ղարաբաղում այդ փոսերը որ կար, հա, որտեղ պետք է զինվորները պատասպարվեն, ոչ թե 2 մետր էին, այլ պայմանական 20 սանտիմետր։ Երբ ոչ թե բետոնե ամրություններ են, ինչպես հիմա է կառուցվում մեր սահմաններին, այլ պահածոյի բանկաներ, չեմ ուզում նորից անդրադառնամ դա։ Այդ ամբողջը բերել է դրան, որ միմյանն էլ այդ պատերազմի ժամանակ ասում են, չէ, մեր 18 տարեկան տղաները իրենք ամենալավ կարողողներն են, 18 տարեկանների արյունով ենք այդ ամեն ինչի տակից դուրս եկել։ Եվ դա եղել է մեկ մեծ հաշվով շատ արատավոր գործընթացի արդյունք, երբ տարիներով մարդկանց գնել են, այդ մարդիկ ընտրել են իշխանություն,
որը չի արտահայտել Հայաստանի Հանրապետության շահերը, եղել է կոմպարադոր իշխանություն, արտահայտել է Ռուսաստանի Դաշնության շահերը եւ վերջում մենք վճարել ենք այդ ամենով, այդ արյունով։ Հիմա այսօր իրենք խոսում են 5000 զոհվածներից, սա ցինիզմ է, սա փարիզեություն է։ Եվ այսօր հերթական անգամ դուք սկսեցիք այդ թեման այսօրվա քննչականի բացահայտումներից, այդ նույն մարդիկ մեծ հաշվով այդ նույն մարդիկ են։ Ինձ համար անունները կապ չունեն, որպես համակարգ, հա, որպես հանրություն։ Համակարգ, որն ուզում է վերարտադրվել վերստին։ Այդ համակարգը ուզում է վերարտադրվի հերթական անգամ գնելով մարդկանց եւ հերթական անգամ տանելով մեզ բոլորիս հերթական գահավիժման։ Մեր պետականության երևի թե արդեն վերջնական գահավիժման։ Մենք Արցախը կորցրեցինք, փաստորեն դա դարձ չեղավ մեզ համար։ Հիմա արդեն եկել են հասել են Հայաստան, Հայաստանն են ուզում Արցախի ճակատագրին արժանացնեն։ Ես այսպես եմ դիտարկում այս վիճակը եւ նորից եմ ասում, կաշառք վերցնողը առնվազն նույն պատասխանատվությունը պետք է կրի, ինչպես կաշառք տվողը, որովհետև նրանց մասնաբաժինը այս արատավոր գործընթացում, որը վերջացրել է մեր երեխաների արյունով եւ հայրենիքի մի մասի կորստով, իրենց մասնաբաժինը նույնն է այդտեղ։ Ինչ է պետք հասկանալու համար անգամ Արցախի կորստից հետո, որ այդ հայրենավաճառությունը պետք է կանգ առնի, չի կարելի այլևս, մենք արդեն հասել ենք Հայաստանի սահմանները, մենք արդեն սկսել ենք Հայաստանը վաճառել, կրկնում եմ, Արցախի կորստից հետո, ձեր նշած բոլոր փաստարկների հետ 1000%-ով ու ավելի ես համաձայն եմ։ Ու հիմա եկել հասել ենք Հայաստանը վաճառքի անելուն։ Արդյոք սա դավաճանություն չէ, պարզապես հայրենիքի դավաճանություն։ Եվ այս դավաճանությունների շղթայի համար ով է պատասխանատու, ով պետք է պատիժ կրի։ Իրեք ես չեմ ուզում անմեղության կանխավարկածը ոտնահարել, ընդունելով հանդերձ անմեղության կանխավարկածի բոլոր այսպես նախադրյալները։ Ես ուզում եմ հիմա հասկանալ, անգամ եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովը փաստաթղթերում որևէ սխալ չգտնի եւ ասենք այդ ուժերին գրանցի, նրանք պետք է մասնակցեն ընտրություններին։ Չէ՞ որ այս պարագայում դառնում է, որ ընտրություններում ոչ թե գաղափարներ, ոչ թե տեսակետներ, ոչ թե ծրագրեր են մրցակցում, այլ մրցակցում է մերկ, պարզապես մերկ փողը։ Ես 2018-ից դա ասում եմ եւ պնդում եմ եւ շարունակեմ պնդել այսօր, մեր իշխանությունները մեծ բաց թողում ունեն գործով, նրանք քաղաքական գնահատական չեն տվել այդ բոլոր ուժերին։ Հենց 18-ին, երբ ընտրությունները եղավ, նրանց խորհրդարանը իրենցը դարձավ, հա, մեծամասնություն ունեցան, իրենք պետք է քաղաքական գնահատական տային բոլոր անցյալի ուժերին։ Եվ այդ ամենը ինչի մասին մենք հիմա խոսում ենք, դեռ այն ժամանակ արդեն ակնհայտ էր։ Դա թույլ կտար շատ արհավիրքներից խուսափել մեզ որպես երկիր, որպես ժողովուրդ, որպես հասարակություն, դա չի արվել։ Եվ դրա համար պատասխանատու է հենց գործող իշխանությունը։ Ես չեմ կարծում, որ հիմա արգելելով նրանց մասնակցությունը կարելի է հասնել ինչ-որ լուրջ արդյունքների։ Մասնակցությունը կարգել ենք, բայց այդ մարդկանց, ովքեր որ գնում են եւ իրենց ձայն են տալիս, ոչ չենք կարող արգելել։ Այսինքն այդ մարդկանց հետ է պետք աշխատել։ Այդ մարդկանց հետ աշխատելը շատ դժվար է, իրականում շատ դժվար է, որովհետև մեր հասարակությունում, ու փառք Աստծո, որքանով ես հասկանում եմ, մեծամասնությունը հասկացել է ինչ է մեզ այդ տեղի ունեցել։ Եվ մեծամասնությունը գիտակցում է եւ մեծամասնությունը գնալու է ընտրություններին գիտակցելով այդ ամենը, դա շատ կարեւոր է։ Բայց կա նաեւ փոքրամասնություն, բավականին ագրեսիվ փոքրամասնություն, որը պնդում է, որ Պուտինը պետք է լինի մեր ցարը, մեր թագավորը։ Ես տեսնում եմ այդ սոցցանցերում այդ ամենը։ Այսօր ինձ օրինակ մարդիկ պատմեցին, որ Ռուսաստանի անկախության օրն են նշում մեր Երևանում։ Մարդիկ հավաքվում են, հա, բիսեդկաներում եւ նշում են Ռուսաստանի անկախության օրը։ Մարդկա Պուտինի նկարը ունի իր տանը։ Սա զավեշտալի կարող է թվալ, բայց սա իրականություն է։ Դա ողբերգություն է։ Սա ողբերգություն է։ Եվ այդ մարդկանց հետ մենք ոչ մի բան չենք կարող անել։ Սա է մեր խնդիրը։ Հետևաբար մեր միակ հույսը պետք է լինի, որ մեր հասարակության մեծամասնությունը կցուցաբերի բարձր գիտակցություն եւ այն ինչ տեղի չի ունեցել 2018-ին, գոնե կարող է տեղի ունենալ 26-ին, այսինքն վերջապես այս ընտրություններից հետո
ես հուսով եմ, որ ողջամիտ քաղաքական ուժերը, որոնք կհայտնվեն, ես հուսով եմ խորհուրդ առնում, այդ քաղաքական գնահատականը վերջապես կտան, որտեղ մենք ունենք արատավոր անցյալ, որից պետք է ազատվել, եւ դա հնարավոր է անել քաղաքական գնահատականի միջոցով։ Չէ, կարծում եմ, որ քաղաքական գնահատականը շատ քիչ է, որովհետև դե ֆակտո քաղաքական գնահատականը չի փրկի, եթե այդ մարդիկ շարունակեն պահպանել իրենց ֆինանսական կապիտալը, հետևաբար ընտրություններին մասնակցության բոլոր նախադրյալները, բացի ֆինանսական ռեսուրսներից, այստեղ կա նաև մեկ այլ հարց։ Դուք նշեցիք 21 թվականը, 21 թվականից մինչև 26 թիվը, արդյոք խորհրդարանում քաղաքական մեծամասնության մոտ չի եղել այն գիտակցությունը, որ մեր ընտրական օրենսդրությունը, կուսակցությունների մասին օրենքը կատարյալ չեն եւ բազում սողանցքներ են տալիս, որպեսզի այդպիսի ուժերը կարողանան մասնակցել ընտրություններին, որն է մեր նպատակը այդ պարագայում, ընտրություններին գնալ առանց ընտրելու հնարավորության, որտեղ այստեղ կա, ես միանգամայն համաձայն եմ ձեզ հետ, ձեր քաղաքական գնահատականի հետ, բայց ես կարծում եմ, որ բացի քաղաքական գնահատականից տնտեսական գնահատական պետք է տալ այս ամեն ինչին եւ օրենսդրական լուծումներ պետք է տալ, որովհետեւ ամեն ինչ թողնել քաղաքացու վրա, քաղաքացու գիտակցության վրա, դա նշանակում է պատասխանատվությունը, պետությունը ինքը իր վրայից գցում է, ես չեմ ասում իշխանությունը, ես ասում եմ պետությունը իր վրայից գցում է քաղաքացին այդ պարագայում, գուցեև չկողմնորոշվի, քաղաքացին այդ պարագայում, ինչպես դուք նշեցիք, գուցեև գնա պարզապես ինքը իրեն վաճառելուն, դուք ասեցիք մարդը, ես այնուհետև գտնում եմ նաև քաղաքացին է վաճառվում։ Քաղաքացին ապրիորի չի կարող վաճառվել, ինքը քաղաքացի է, ինքը ունի այդ գիտակցությունը։ Քաղաքացին դա ազգի ներկայացուցիչ է, իսկ մարդը դա ժողովրդի բնակչության ներկայացուցիչ է։ Ընդունեցի եւ այնուամենայնիվ։ Անշուշտ, իհարկե քաղաքական գնահատականը բավարար չէ, բայց քաղաքական գնահատականն է այն մեծ շենքի հիմնաքարը, ֆունդամենտը, որի վրա պետք է կառուցվի մնացածը։ Ինչ է նշանակում քաղաքական գնահատական։ Քաղաքական գնահատական նշանակում է այդ բոլոր քաղաքական ուժերին դնել օրենքից այն կողմ։ Սա է նշանակում։ Երբ դու այդ գնահատականը տալիս ես, երբ դու ասում ես ովքեր են իրենք, ինչեր են իրենք արել, ինչի համար իրենք պետք է օրենքից այն կողմ հայտնվեն, դրանից հետո արդեն գալիս են մնացած քայլերը, ֆինանսական հոսքերը, օրենքի սահմաններում, հա, այդ ամբողջ գործունեությունը, որի մասին դուք ասում եք, դու թևերը կտրում ես։ Դու այդ հանցավոր խմբերի թևերը կտրում ես, թույլ չես տալի, որ նրանք քաղաքականությամբ զբաղվել։ Սա մասին է խոսքը։ Հիմա զուտ արգելելով նրանց մասնակցել ընտրություններում, խնդիրը չի լուծվում, խնդիրը շատ ավելի խորքային է։ Եվ եթե դա ժամանակին արվեր, ես չեմ կարծում, որ այսօր իրենք կունենային էլեկտորատ կամ կունենային օդիոզ մարգինալացված ինչ-որ էլեկտորատ շատ փոքր, հա, այդ սահմաններին չէր հասնի, որը կա այսօր։ Խոսքը սրա մասին է։ Դրա համար ամեն ինչի հիմքում պետք է լինի քաղաքական գնահատականը, որը չի արվել։ Եվ այո, ես դες հետ համամիտ եմ, որ պետությունը տվյալ դեպքում պետք է դա աներ, քաղաքացուն չի կարելի թողել այդ խմբերի հետ մենակ, հա։ Եվ հենց քաղաքական գնահատականի միջոցով դա պետք է արվեր։ Դա ամենալավ, ամենագործուն գործիքն է, որից հետո արդեն անցանցյալ ճյուղավորումները կգնային եւ այդ ուժերը լավագույն դեպքում այսօր կլինեն մարգինալացված։ Իսկ այսօր մարդը եկել է Ռուսաստանից, միլիոններ ա բերում, միլիարդներ ա բերում, մարդկանց գնում է եւ խոսում է ժողովրդավարությունից։ Եվ այդ ամեն ինչը թույլատրելի է։ Ձեզ ավելին ասեմ, վերջերս մի հարցազրույց աչքովս ընկավ, որտեղ Սամվել Կարապետյանը պատրաստվում է խումբ ստեղծել ընտրությունների արտարությունը վերահսկելու համար։ Ժողովրդավարությունը մենք խոսել ենք այդ մասին, շատ ենք խոսել տիկին Ադյան։ Ժողովրդավարությունը օգտագործում է որպես գործիք ժողովրդավարության դեմ։ Վերջ, սա է։ Ու սա այդ քաղաքական գնահատականի բացակայության արդյունք է, օրեն դա այստեղ ոչ մի զարմանք չպետք է լինի։ Չզարմանալով հանդերձ, այնուամենայնիվ, տեսեք, ձեզ հետ ամենայն դեպս մենք շատ ենք խոսել հիբրիդային պատերազմի սպառնալիքների մասին, հիբրիդային ռիսկերի, այդ ամեն ինչը կանխարգելելու մասին, բայց մենք էլի շարունակում ենք մնալ այն պետությունը, որը իր պարտքն է համարում այդ հիբրիդային սպառնալիքները կամ հերքել կամ պատասխանել։ Ինչ է պետք, որ մենք դառնանք առաջին ալիքի քաղաքականություն վարող պետություն, այսինքն չմնանք պատասխանողի դերում, թող մեզ պատասխանեն,
Թող մեզ պատասխանեն, որտեղ այս պարագայում մեր խնդիրը պետք է լինի դաշտը լցնել այնպիսի ինֆորմացիայով, հիբրիդային հարվածը առաջինը հասցնել։ Համենայն դեպս մենք հո գիտենք ինչի մեջ են մեզ մեղադրելու 300,000 աշխատատեղ, 300,000 ադրբեջանցի Հայաստանում, չգիտես ինչ մարազմ, անձնագրից հանել ենք Արարատը, մահացու հանցագործություն, դա նշանակում է թուրքերը արդեն եկան Հայաստան։ Գիտեք, երբեմն որ այդ նարատիվները նայում ես, այնպեսի ցնդաբանություններ են, մեղմ ասած ցնդաբանություններ, որ նույնիսկ մտածում ես, լավ, հիմա ես դնեմ սրան լուրջ, այսպես փորձեմ պատասխանել։ Տեսեք, Տիկին Ադամյան, դուք ասում եք ինչ։ Ես ասեմ, կախվածությունից է պետք ազատվել։ Այդ ամենը, այդ անձնագրերը 300,000 ադրբեջանցին, 300,000 աշխատատեղ, ինչ հիմարություններ կան դե, այդ ամենի հիմքում ինչն է ընկած։ Ռուսաստանից կախվածությունը։ Ինչն է մեզ թույլացնում որպես պետություն, որպես ժողովուրդ, որպես հասարակություն։ Ռուսական մոնոպոլիաների առկայությունը Հայաստանի Ռուսական Հանրապետությունում։ մոնոպոլիաների առկայությունը եւ մեր ապրանքաշրջանառության հիմնական ուղղությունը Ռուսաստանն է։ Սա է, իրենց գործիքը սա է։ Այսինքն միակ ճանապարհը, որով այդ ամենը մենք կարող ենք, ցրել, այսպես ասեմ, դա դիվերսիֆիկացիան է։ Ոչ թե խոսքով, այլ գործով։ Եթե կախվածություն մենք չունենանք Ռուսաստանից, այդ ամբողջը չի աշխատի։ Ինչքան ուզում են իրենք խոսեն, չի աշխատի ընդհանրապես։ Որովհետև այսօր մարդիկ այսպես են մտածում, այդ Պուտինյան զանգվածը, պրոպուտինյան զանգվածը։ Դե հիմա տղաս կամ, չգիտեմ, եղբայրս աշխատում է Ռուսաստանում, ինչ որ փող ստանում ուղարկում մեզ։ Ես ծաղիկ եմ աճացնում, ծաղիկը ստանում եմ Ռուսաստանում եմ ծախում, բա որ վաղը փակեն, բա ոնց պետք է լինի։ Կարող է Սամվել Կարապետյանին ընտրեմ, որ ծաղիկը շարունակեմ ծախել։ Դե ոչինչ, որ Հայաստանը կդառնա Ռուսաստանի գուբերնիա, իսկ հետագայում կկիսվի, կեսը կլինի վիլայետ, կեսը գուբերնիա, ոչինչ, կարող է ծաղիկը ծախեմ, երբ որ ինքը հասկանում, որ այդ ծաղիկը ինքը կարող է ծախել ոչ միայն Ռուսաստանում, այլ օրինակ Արաբական Էմիրատներում, պայմանական։ Շատ ավելի թանկ գնով։ Ես հատուկ չեմ ասում Ֆրանսիայում էլ կարող է ծախել։ Այդ ժամանակ ինքը արդեն այլ կերպ կսկսի մտածել, որտեվ ցավոք սրտի մարդկանց դա բնորոշ է, հատուկ է։ Մարդիկ մտածում են իրենց գրպանի մասին, ավելի կոշտ ասեմ, իրենց ստամոքսի մասին, նոր մտածում են պետականության շահի մասին։ Եվ դա բնորոշ է մեզ, որպես ժողովրդի։ Մենք միշտ մտածում ենք, ես հիմա փորձում եմ այդ պատճառի հետևանքային կապը ներկայացնել, չգիտեմ որքանով է ինձ մոտ ստացվելու։ Մենք միշտ մտածում ենք, որ մեր սահմանը անցնում է մեր բնակարանի, եթե ավելի հարուստ ենք, տան, սեփական, պատի միջոց, այ մեր սահմանը։ Ոչ, մեր սահմանը դա Հայաստանի Հանրապետության սահմանն է։ Եթե այդ սահմանը թույլ է, մենք երբեք ապահով չենք լինելու։ Մենք երբեք մեր ծաղիկը պայմանական, մեր ծիրանը, մեր ջերմուկը չենք կարող վաճառել այնպես, ինչպես ուզում ենք վաճառել։ Դա միշտ օգտագործվելու է մեր դեմ։ Հետևաբար միակ հնարավորությունը այդ հիբրիդային պատերազմի ազդեցությունը թույլատրել, չեմ ասում զրոյացնել, դա անհնար է այսօրվա աշխարհում, դա Ռուսաստանից կախվածության վերացումն է։ Տվյալ դեպքում ունենք մեկ կախվածություն, դա տնտեսական կախվածությունը, ի ուրախություն մեզ մեր ղեկավարությունը վերջապես սովորել է չէ բառը ասել, արդեն չէ են ասում ռուսներին, եւ դա լավ է։ Երբ որ պետքա չէ են ասում, երբ որ պետքա այո է ասում, երբ որ պետք է ասում են կմտածենք։ Առաջ ասում էին чего изволите։ Չգիտեմ դրա հայերեն տարբերակը Ինչ կհրամայեք։ Ինչ կհրամայեք, ռուսերեն այդ բառը լավ հնչում, чего изволите։ Գնում են դա են ասում։ Մենք այսօր ինչ խնդիր ունենք։ Այսօր թիվ 1 խնդիրը մեզ մոտ ոչ թե անձնագիժն է, Արարատից արկայությունը անձնագրում կամ այդ մնացած հիմարությունները, մեր թիվ 1 խնդիրը այսօր երկաթողին է։ Այն երկաթողին, որը Ռոբերտ Քոչարյանը մի քանի օր էր մնում իրեն, որ ինքը նախագահն էր, վերջում, չէ՞, ընտրությունները փետրվարի վերջին էր։ Փետրվարի 13-ին ընտրությունները 19-ին, 13-ին կոնցեսիան տվեց ռուսներին, վերջի մեխը խփեց այդ դագաղի մեջ, իր կառուցած դագաղի մեջ ու գնաց։ Հիմա ազգովի չեն կարող այդ խնդիրը լուծենք։ Հիմա տարածաշրջան է բացվում, Թուրքիայի հետ սահման է բացվում, երկաթուղին շատ կարևոր գործոն է դառնում, որտեղ առանց երկաթուղի մեզ ոչ մեկ չի ընդունել այդ կոմունիկացիոն նախագծերի մեջ։ Ռուսը նստել է այդ երկաթուղու վրա, շունը ոնց է խոտի վրա նստում, Տենց նստել է ու այդ շանը Քոչարյանն է նստացրել այդ խոտի։ Շատ լավ, տեսեք, պարոն Ստեփանյան, շատ շնորհակալ եմ, որ դուք հիշատակեցիք երկաթուղին։ Բացվում է Գյումրի Կարսը երկաթուղին,
Հայաստանից պատվիրակություն է գնում Թուրքիա բանակցությունների եւ հետները տանում են ռուսների։ Ինչու։ Պարզապես, այո։ Որովհետև կոնցեսիոն պայմանագիր կա։ Շատ լավ։ Գնում ենք, բանակցում ենք, գալիս ենք, ձեզ տեղեկացնում ենք։ Ինչ գործ ունեք դուք Հայաստան-Թուրքիա բանակցություններում։ Իշխանության, երեք իշխանության այդ երկակի խաղ խաղալը, այդ հավասարակշիռը, պատմական հավասարակշիռը, հիմա էլ ԿՊ-ի արդեն 26 թվականի հունիսի 7-ի ընտրություններում ավելացվել է տարածաշրջանացման ծրագիրը։ Գիտեմ, Ադամյան, դա կարող է որ մարտավարական քայլ լինել։ Ես չգիտեմ իրականում ինչ պատճառներ են։ Ինչքան էլ որ դա մարտավարական քայլ է, եթե մենք խոսում ենք ինքնիշխանությունից, եթե մեր իսկապես նպատակը երկաթուղու վերագործարկումն է, մենք ոչ թե պիտի գնանք Վլադիմիր Պուտինին ասենք, գիտես ինչ, շատ է էլի մեզ պետք է ստեղ 12 կիլոմետր է, ստեղ 15 կիլոմետր է։ Այսքան տարի ներդրումներ չեք կարել, այսքան տարի կոռուպցիոն էլ չասեմ ինչ սկանդալներ են եղել, այնպիսի սկանդալ, որի համար համենայն դեպս նորին մեծություն Լավրովը Հայաստան ժամանեց, բնականաբար հիշում եք այդ այցը։ Այդ ամեն ինչից հետո մենք պիտի խնդիրը ուղիղ դնենք։ Հեռանում եք, ինչքան փող է ձեզ պետք լրիվ երջանկության համար, ինչպես կասեր Օստապ Իբրահիմովիչը։ Տալիս ենք այդ փողը, վերադարձրեք կոնցեսիան մեզ։ Եվ ճիշտ կլիներ իդեպ, որ այդ գումարը, որը ռուսական կողմը մի անգամ արդեն բարձրաձայնել է 250 միլիոն, վճարել Ռոբերտ Քոչարյանը։ Ոնց ուզում եք վերցրեք։ Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է 250 միլիոն դոլար տա իր դատապաշտպաններին, բայց ոչ վերադարձնի Հայաստանի Հանրապետության համար։ Հայաստանի Հանրապետության։ Մի անգամ այնց է դա մենք արդեն գիտենք, հա։ Ռոբերտ Քոչարյանն դեռ հանգիստ թողենք, հիմա Ռոբերտ Քոչարյանը իր անելիքները արել է արդեն, մեզ գցել է ճահիճի մեջ։ Բայց հիմա ինքը փորձում է վերադառնալ, որ մենք այդ ճահիճի մեջ մի քիչ դուրս ենք եկել, հիմա ընդհանրապես խցկվենք ու խորտակվենք։ Ցանկացած բանական մարդ պետք է հասկանա, որ Ռոբերտ Քոչարյանը այլևս անելիք չունի Հայաստանում որպես քաղաքական գործիչ։ Ռոբերտ Քոչարյանը արդեն ամեն ինչ արել է, ինչ կարողացել է, որպեսզի Հայաստանը եւ Արցախը խորտակի։ Կան արցախցիներ, որոնք մինչև հիմա Ռոբերտ Քոչարյանին երկրպագում են, նկարվում են հետը, չգիտեմ ինչեր են անում, բայց թիվ 1 խորտակողը Արցախի ադրբեջանացման Արցախի թիվ 1 մեղավոր Ռոբերտ Քոչարյանն է, շատ են մեղավորները, բայց թիվ 1-ը ինքն է։ Հիմա ինչ կապված է երկաթուղու հետ։ Երկաթուղուն ես նորից եմ ասում, հիմա մեզ համար թիվ 1 խնդիրն է այս պահին։ Աշխարհաքաղաքական, ներքաղաքական, տարածաշրջանային, տնտեսական, սա է այս պահին դրված Սևանին։ Եվ որքանով ես հասկանում եմ, իշխանությունը փորձում է այդ խնդիրը լուծել Ռուսաստանի հետ դիվանագիտորեն։ Գիտեմ, որքանով դա կստացվի, որքանով ես հասկանում եմ, դա չի ստացվի, որովհետև ռուսները հրաժարվել են այդ երկաթգիծը կառուցել։ Ես ասեմ ինչու չի ստացվի։ Նրանք չեն անելու դա։ Ես ասեմ ինչու չի ստացվի, եթե ուշադրությամբ հետևել եք Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին, չգիտեմ Նարեկ ասեմ, թե Կարեն ասեմ Կարապետյանի, Ծառուկյանի թիմից հնչող եւ այդ ընդհանրապես այդ կողմից հնչող հայտարարություններին մեզ տրիպ պետք չէ, որովհետեւ Ռուսաստանի գերնպատակը տրիպի ձախողումն է։ Պարզապես տրիպի ձախողում է։ Ձախողելով երկաթուղին, տրիպից շատ կարևոր ընջիղն ենք անում։ Ու դա իրենց համար գեր խնդիր է։ Դա շատ նորմալ է, որ Ռուսաստանը ցանկանում է տրիպը ձախողել, որովհետև տրիպը դա մի նախագիծ է։ Անվտանգություն է, տնտեսական զարգացում։ Դա կոմունիկացիոն նախագիծ է, որի թիվ 1 նպատակը Ռուսաստանի շրջանցելն է։ Իրենց տեսանկյունից դա նորմալ է, եթե ես Ռուսաստանի քաղաքացի լինեի, ես կցանկանայի տրիպը ծախողեի։ Բայց ինձ համար աննորմալ է, երբ որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ձեր նշած քաղաքական, ոչ բոլորն են, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, երբ իրենք են ցանկանում, որ դա ծախողվի, այ դա է աննորմալ։ Որովհետև այստեղ հասկանալի պատճառներով, սա ինքնալյուստրացիա է, էլի։ Իրենք ցանկանում են, որ Ռուսաստանի շահը պաշտպանվի այստեղ, ոչ թե Հայաստանի։ Այն դեպքում, երբ այսօր մեր անվտանգությունը, ինչպես դուք շատ ճիշտ նշեցիք, դա տրիպն է։ Օգոստոսի 8-ը մեզ համար ոչ միայն տնտեսական նախագիծ է, տնտեսական նախագծերի շարան, այո, մեր ինքնիշխանության պահպանման, ամրապնդման, զարգացման, մեր անվտանգության, սա է
Ես իհարկե ցանկանում եմ, որ մենք դիվերսիֆիկացնենք նաև սա։ Թրիպը քիչ է այս պահին արդեն, իրողություններ են փոխվում, Իրանում պատերազմ է, չգիտենք ինչով է ավարտվում։ Մեզ պետք է ավել ներկայություն, արտասահմանյան ներկայություն այստեղ, ոչ ռազմական, տնտեսական, բայց այն, որ թրիպը այդ ամեն ինչի հիմքում է, ինչ որ մենք այսօր ունենք, իսկ մենք քիչ բան չէ որ ունենք։ Ես երբ լսում եմ այս խոսակցությունները, թուրքերը սենց, թուրքերը նենց, մեզ պետք չի, սենց մեծ խոսում են, մեծ փրթում են, մոռանում եք 21 թվին ինչ վիճակ ենք եղել այստեղ։ 22-ը մոռացել եք, 23-ը մոռացել եք, որ առավոտյան զարթնում ենք, նորություն ենք նայում, տեսնենք հարձակվել են, թե չէ։ Քանի անգամ են թիվ 1 տվել սահմանի վրա։ Այդ ամենը կանխել է 2 ամենակարևոր գործոնը։ Մեկը եվրադիտորդների տեղակայումն է Հայաստանում եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարը Բլինկենի զանգերը։ Օգոստոսի 8-ը։ Հիմա հրաժարվենք այդ ամենից։ Նորից մեզ դնենք Ռուսաստանից։ Այո, որովհետեւ մեզ պետք է արժանապատիվ խաղաղություն։ Ես որևէ արժանապատվություն չեմ տեսնում սեփական ճակատագիրը տալ ռուսներին, այն ռուսներին, որոնք այդ ճակատագիրը մի քանի անգամ արդեն խեղել են եւ վաճառել են, եւ թույլ տալ, որպեսզի մեր փոխարեն մեր ճակատագիրը որոշեն ռուսները, այն էլ պուտինյան ռուսները, որտեղ իրենք հերթական անգամ կգնան եւ կպայմանավորվեն թուրքերի հետ։ Ինչն է այստեղ։ Ինչը արել են մինչեւ հիմա անխափան։ Ինչն է այստեղ։ Սկսած Աթաթուրքից։ Տիկին Ադամյան, ես ժամանակին ազգային ժողովում հավատարմը գրված լրագրող եմ եղել տարիներ առաջ, միջև 17 թիվային հանրապետական երաների տարիներին ոմանց համար ես միշտ իրենց հարց էի տալիս։ Ասում էի, դուք մտավախություն չունեք, որ թուրքերը կարող են ռուսների հետ պայմանավորվել, հեսա 100 տարին լրանում է, չէ՞, բանի մոսկովյան բանի։ Կարսի պայմանները։ Հա, ոտ Կարսի մոսկովյանի։ Դուք չեք մտածում, որ դա կարող է կրկնել։ Ինչ ես ասում։ Ռուսները մեր բարեկամներն են, իրենց շահին դա ասում է հակասում։ Իրենք ռուսների շահը ավելի լավ էին պատկերացնում, քան ռուսները։ Որտեղ իրենք երբեք Հայաստանի շահ հասկացություն չեն ձևակերպել իրենց համար։ Այսինքն սա եղել է քաղաքական Հայաստանի շահը եղել է հավատարմություն Ռուսաստանին իրենց իշխանության տարիներին։ Մենք արդեն բազմիցս նույն փոცხի վրա կանգնել ենք եւ բազմիցս այդ փոცხը մեր ճակատին հարվածել է։ Ես մեծ լուրջ մտավախություն ունեմ, որ այս անգամ սա կարող է ոչ թե փոცხ լինել, այլ կացին։ Դրա համար մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այդ փոცხի վրա այլևս չկանգնենք։ Եվ վերջին հարցը, պարոն Ստեփանյան, տեսեք, այսքան ստի, այսքան խաբեության, այսքան միմյանց նկատմամբ թշնամանքի, չգիտեմ, դեմագոգիայի, սոփեստության, այս ամեն ինչի օրձանուտից հետո հունիսի 8-ին ոնց ենք նայելու իրար աչքել։ Շատ հանգիստ, որովհետև այն մարդիկ, որոնք տարապում են ձեր նշած բոլոր այդ սոփեստությունով, ցինիզմով, մարազմով եւ մնացած իզմերով, իրենց համար չկա արժեք, իրենց համար բարոյականություն արժեք չի։ Բարոյական մարդն է, որ չի կարող նաեւ դիմացինի աշկերին մտածելով, որ երեք այդ դիմացինի հասցեին ինչ ասես չի ասել, ինչ կեղտ ասես ցիլեցրել այդ մարդու վրա, ինձ համար դա նորմալ է։ Դե արդյոք են չէ մարդիկ 20000 դնենք ջեբներս։ 150,000 դնենք ջեբներս։ Այդ ջեբ դնողը ու վերցնողը իրենք նույն բարոյա հոգեբանական վիճակում են եւ նույն արժեքների կարող են։ Իրենք Լավ, բայց չունեն։ գոնե այն փաստը, որ արդեն չգիտեմ, բոլորը գիտեն Ռուսաստանի տնտեսությունը ինչ վիճակում է։ Բոլորը շատ լավ գիտեն, որ ամենայն դեպս Պուտինի իշխանությունն էլ հավերժական չի։ Կուրսկի ազատագրում է, այսպես կոչված, հյուսիս կորեացիների Կիմ Չեն Ինը ինչ ելույթներ էր ունենում, թե ոնց ազատագրեց ռուսական հողը։ Լավ, այս ամեն ինչը համադրելով փլուզվող Ռուսաստանի ավերակների տակ հերթական անգամ մնալը Հայաստանի Հանրապետության մարդկանց համար, չասեմ քաղաքացու, մարդկանց համար գերնպատակով երջանկություն է։ Այն մարդիկ, ովքեր այս ամբողջը շարժում են, այդ շարժը տալիս են ձեր նշված, իրենք խնդիր ունեն, որովհետև այդ փլուզվող Ռուսաստանի տակ մնում է նաև իրենց ունեցվածքը։ Իրենց շահերը կապված են այդ Ռուսաստանի հետ, այսինքն իրենք այդ նավին կպած են։
որ Ռուսաստանը թույլ չի տալիս, գործող Պուտինյան ռեժիմը թույլ չի տալի, որ ինք այդ նավից փոկվեն։ Իրենք բայց հաճույքով վաղուց փոկվել էին։ Իրենց ակտիվներն էին հանել Ռուսաստանից, չէ՞, բայց իրենք այլ ճար չունեն։ Բայց դա չի նշանակում նաև Հայաստանը խորտակել։ Դե իրենք ուզում են Հայաստանը խորտակել միայն իրենց այդ նավը, որը կպցված է ռուսական նավին, իրենք չեն հավատում, որ այդ նավը խորտակվելու է։ Իրենք ասում են, դե մեր կյանքին կհերիքի, մի 10, 20, 30 տարի ինչքան պետք է ապրենք, չի խորտակվի, կապրենք, կվայելենք մեր ունեցվածքը։ Դե իրենք իհարկե թքած ունեն ժողովրդի վրա, սովորական մարդկանց վրա, որոնք գնում են իրենց ընտրում են։ Այդ սովորական մարդկանց մի մասն էլ ուզում է 20,000-ը ջեբը դնի, ու կան մարդիկ, որոնք իրոք խաբված են։ Այդ մարդիկ էլ կան, որոնք խաբված են, դա ամենամեծ ողբերգությունն է իմ համար, որտեղ այդ մարդկանց խաբում են, օգտագործում են, ստորացնում են, եւ վաղը այդ մարդիկ են նորից իրենց արյունով այդ ամենի տակից դուրս գալու։ Եվ ցավոք դուրս են գալու ոչ միայն իրենք, այլ նաեւ մենք, այն մարդիկ, որոնք շատ լավ հասկանում ենք, ինչ են ուզում մեզ հետ անել, ինչի համար են ուզում մեզ հետ անել, ու շահերն են սպասարկում։ Հայաստանի Հանրապետության շահը, Հայաստանի քաղաքացու շահը, հայի շահը, որտեղ էլ այդ հայը ապրի, անհամատեղելի է Պուտինյան Ռուսաստանի շահի հետ։ Սա մենք կարող ենք պնդել ապրիորի։ Սա ոչ թե թեորեմա է, ոչ թե սա ապացույցի կարիք չունի։ Սա արդեն մենք ունենք այս պահին։ Ոչ թե դրա համար որ Ռուսաստանը վատն է, այդպես է ստացվել։ Մեր շահերը չեն համընկնում։ Դու չես կարող սպասարկել մի պետության շահը, որի շահը եւ քո պետության շահը իրար հակասում են։ Սա, չգիտեմ, ես ոնց կարելի է սա բացատրել։ Սա չի կարելի բացատրել արդեն։ Դա Անիմաստ է պետք չի բացատրել խոսել։ նրանց, ովքեր հասկանում են, առավել եւս անիմաստ է բացատրել նրանց, ովքեր հասկանալու մտադրություն չունեն։ Իրենք են չէ ասում հունիսի 7-ին վերջին ճակատամարտն է։ Ռուսաստանը տալիս է վերջին ճակատամարտը Այո։ հունիսի 7-ին Հայաստանի համար։ Բեռլինը Որպեսզի- գրավելու են։ Չէ, որպեսզի մեզ պահել ստրուկ։ Իրենք ուզում են մենք մնանք ստրուկ, չեն ուզում որ մենք ազատ մարդիկ լինենք։ Իրենց նպատակը դա է։ Եվ այդ ճակատամարտ տվողները իրենց իրենց ագենտուրան, իրենց նպատակն էլ է դա։ Մենք սա պետք է շատ քաջ գիտակցենք, այդ ճակատամարտում հաղթենք եւ գնանք մեր ճանապարհով։ Այն ճանապարհով, որը համադրելի չէ ռուսական ճանապարհի հետ։ Միանգամայն ես այդ համաձայն եմ եւ կարծում եմ, որ ամենայն դեպս Հայաստանի Հանրապետությունում վաղուց բոլորը մարդիկ թե քաղաքացիները պետք է հասկացած լինեին, որ այդ 20,000 դրամը, 100,000 դրամը, չգիտեմ 200,000 դրամը թե ինչ կանը, դոլարը, ռուբլին, ես չգիտեմ այդ իրավապահ մարմիններն ավելի լավ կիմանան, գնողները եւ գնվողները ճշգրիտ կիմանան։ Տիտանիկի տոմս է պարզապես։ Միանշանակ մեզ համար այո, մեզ համար այո։ Այն դեպքում, երբ մենք կարող ենք այդ նավ ուղղակի չնստել։ Մեզ ոչ մեկ չի ստիպում մենք նստենք այդ նավը։ Մենք կարող ենք այդ նավը նստել միայն մեկ դեպքում, սեփական անմտության պատճառով։ Այլ պատճառ չկա։ Մենք ենք որոշողը այս պահին։ Մենք ենք որոշողը, մեր ճակատագիրը մեր ձեռքում է։ Եվ բոլոր այն ուժերը, որոնք մեզ տարիներով ասում են, որ դուք ոչ մի բան չեք որոշում, որ ժողովուրդը ոչ մի բան չի որոշում, նույնիսկ իրենք են այսօր դա հասկանում։ Ինչի են այդ գումարները տալիս։ Որտեղ հասկանում են որոշողը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է։ Եվ հետևաբար, եթե վաղը մենք սխալ որոշում կայացնենք եւ ձեր նշած այդ Տիտանիկը նստենք, մենք մեր գլխին պետք է խփենք այն պահին, երբ որ Տիտանիկը այդ այսբերգի հետ սարսե լեռան հետ հարված լինի եւ նա սկսի խորտակվել։ Մեր այդ տոմսը մեր ձեռքում է, վերցնենք թե չվերցնենք։ Մենք պետք է որոշենք, մենք ենք որոշում։ Որոշումը կայացնել ենք հունիսի 7-ին։ Ես փառահեղ նոտայորա եկեք անցնենք իմ սիրելի բլիցին։ Ձեր գնահատական հանուն մարդուփրկության կարելի է ստել։ Այո։ Հեռանալիս հեռացիր, թե կամուրջները չեք ուզում այրեք։ Չեմ ուզում այրեմ։ Ինչ կհարցնեիք, եթե հանդիպեիք Մուհամեդին։ Ով է քեզ հորինել։ Նա կասեր Իսան։ Չգիտեմ ինչ կասել, ես այդ հարցը կտայի ցանկացած դեպքում։ Ինչից եք ամենից շատ վախենում։ Ես վախենում եմ կորցնել ինձ համար հարազատ մարդկանց։ Ինչը երբեք եւ ոչ մեկին չեք ների։ Չեմ ուզում ասել դավաճանությունը շատ բարձր է հնչում դա, բայց չգիտեմ դավաճանության տվյալ դեպքում հոմանիշ բառը որն է ավելի մեղմ։ Ну լավ դավաճանությունը։ Ժամանակը ձեզ համար ինչ է։
մի բան, որի վրա ես չեմ կարող որևէ ազդեցություն ունենալ։ Ցավոք բոլորս։ Այո, ես չեմ կարող ունենալ, դա ինձ համար դարձնում է ժամանակը շատ կարևոր եւ ես շատ դեպքերում հասկանում եմ, որ մենք այդ ժամանակ, այդ թվում նաեւ ես շատ դեպքերում անիմաստ վատնում ենք։ Ձեր հարցը ինձ։ Ինչն է ձեզ համար ամենակարևորը, բացի ձեր ընտանիքից, երկրորդը ընտանիքից հետո որն է։ Դա հայերի համար շատ կարևոր հարց է։ Ես կարծում եմ, որ ամենակարևորը ինքդ քեզ չկորցնելն է։ Ու դա վերաբերում է բոլորին։ Ինքդ քեզ չդավաճանելը, սկզբունքներ ու տաբուներ ունենալը։ Ու եթե դու այդ ամեն ինչը ունես, դու նաև ունես հայրենիք։ Ու եթե դու այդ ամեն ինչը ունես ու նաև հայրենիք ունես, քեզ համար ամենակարևորը դառնում է սերը, որովհետև այդ հայրենիքի մեջ դու պետք է հայրենիքդ ամեն ինչ շատ սիրես։ Ու պետք է սիրես մարդկանց, որ քո կողքին են, որտեղ բոլորս էլ այս կամ անկերպ շատ մարդկային է, որ ուզում ենք հասկացված լինել, որ ուզում ենք արժևորված լինել, որ ուզում ենք ոչ միայն մենք սիրենք մեր հայրենիքը, այլև մեր հայրենիքը մեզ սիրի։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Սիրելի ունկնդիրներ, հենման կետում այսօր մենք այսպեսին էինք։ Եվ ես կարծում եմ, որ այն բոլոր հարցերը, որ քննարկեցինք այսօր այստեղ պարոն Ստեփանյանի հետ, վերաբերում են նաև ձեզ, որովհետև սա, հիշեցնեմ, ձեր հենման կետն է։ Եվ ձեր հենման կետում դուք ստանում եք այն պատասխանները, որոնց հարցերը գուցե դեռ ինքներդ էլ ձեզ չեք տվել։ Բարին ընդ ձեզ։